Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նա հոգևորականների մասնակցությամբ աղոթք է հնչեցրել հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը նվիրաբերած որդիների հոգիների խաղաղության համար։ Վեհափառը ծաղիկներ են խոնարել նրանց շիրիմներին, ինչպես նաև Արցախի կանչ հուշակոտ հողի մոտ։ Լրագրողների բազմաթիվ հարցումներին վեհափառ հայրապետը չի ցանկացել պատասխանել, շեշտելով, որ այսօր պատեհ օր չէ։ Բանակի օրվա առիթով շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը եւ այլ պետական ու քաղաքական գործիչներ։ Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում այսօր բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Բրոնզաձուլ արձանի հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյանն է։ Ռոբերտը քանդակված է նռնակը ձեռքին, իսկ պատվանդանին նրա հայտնի խոսքերն են։ Հայրենիքին ամենաթանկը որդուն նվիրած Ռոբերտի հայրը Ալեքսանդր Աբաջյանը մաղթեց, որ հայոց բանակը միշտ հզոր լինի, իսկ տղաներն էլ խաղաղ երկնքի տակ ծառայեն։ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 2-ին Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցրել է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացրել, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, ապա բաց է թողել իր հետ պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016-ի մայիսի 8-ին Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով նրան հետ մահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչումը, պարգևատրվել ոսկե արծիվ շքանշանով։ Հայաստանը Թուրքիային է հանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող անձի։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայան։ Նրա խոսքով ոստիկանության կողմից հետախուզվող 14 անձ ձերբակալվել է օտարերկրյա պետություններում եւ միջազգային համագործակցության շրջանակում տեղափոխվել Թուրքիա։ Նրանցից տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 9 անձ արտահանձնվել է Վրաստանից, 2-ը Գերմանիայից, իսկ 3-ը Հայաստանից, Խորվաթիայից եւ Չեռնոգորիայից։ Գերմանիայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները մասնակցել են Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ, պատմական խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, Գերմանիայի դերը եւ Եվրոպայի նոր արևելյան կապը խորագրով քննարկմանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը նախորդող ժամանակահատվածում ցուցաբերած կառուցողական աշխատանքի եւ աջակցության համար։ Դեսպանության փոխանցմամբ միջոցառմանը ներկա են եղել նաեւ տասնյակ փորձագետներ, պատգամավորներ եւ լրատվամիջոցներ։ Եվ վերջում Ադրբեջանում խստացվել է ինտերնետի վերահսկողությունը։ Երկրում ուժի մեջ են մտել փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պատժել իրավապահ մարմինների կողմից անբարոյական համարվող գրառումների եւ մեկնաբանությունների համար։ Հանրային բարոյականությունը վիրավորելը, հասարակությանը անհարգալից վերաբերվելը, հայհոյելը կամ մարմնի մասերը առցանց ցուցադրելը ազգային արժեքներին հակասող ձևով այժմ ենթադրում է մինչև 2000 մանատ տուգանք կամ մինչև 2 ամիս կալանք։ Օրենքի ձևակերպումը սակայն միանշանակ չի ընդունվել։ Ընդդիմությունը եւ իրավապաշտպանները վստահ են, որ պաշտոնյաների նկատմամբ ցանկացած քննադատություն կամ երգիծանք կարող է դասակարգվել որպես հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Օրենքն արդեն ուժի մեջ է եւ արդեն կա կալանավորման դեպք։ Այսքանը կհանդիպենք մեր ամփոփիչ թողարկմանը ժամը 19-ին։